Սիրելի աջափնյակցիներ, ողջունում եմ ձեզ։ Ես զապիս անող միկրոֆոններ մի անհանգստացեք։ Միշտ այստեղ գալով ես զգացել եմ այն աջակցությունը մեր պայքարի առաջի օրվանից, ինչ աջափնյակի մեր եղբայրները, մեր քույրերը մեզ տվել են։ Առաջին իսկ օրվանից, դատարաններից սկսված, բոլոր այս պրոցեսների ժամանակ մենք տեսել ենք, թե աջափնյակի մեր ընկերները ինչպես են աջակցել այս մեծ շարժմանը, որը կբերի մեծ փոփոխություն մեր երկրին։ Անցած անգամ այստեղ այցելելուց ես խոսեցի պարակտումից։ Այն ժամանակ եկեղեցու օրն էր։ Եկեղեցու օրից, եկեղեցու վրա հարձակումից 2-3 օր հետո է այցելել աջափնյակ։ Եվ պատմական օր էր, որովհետև հայ ազգը պատասխան տվեց Ադրբեջանի տեղապահ որոշ մարդկանց, ասեց, որ հայ ազգն է որոշում, ով է լինելու իր հայրապետը, դա պատվերով չէ, դա մարդկանց կողմից որոշվող չէ, դա ի վերուստ է տրվում և ամբողջ մեր ազգն է որոշում, այդ օրվանից հետո անցել են ամիսներ, հայ ազգը այդտեղ հաղթել է, սակայն մեր հաղթանակը պետք է ամրագրենք նոր հաղթանակով, նոր հաղթանակը պետք է լինի այսպիսին է։ Նոր հաղթանակը պետք է լինի այսպիսին։ Երբ մենք այսօր քայլում ենք փողոցներով, մարդկանց մեծամասնությունը մեզ քաջալերում էր։ Ովքեր ինձ մոտեցել են, ասել են Նարեկ ջան, մինչև վերջ գնացեք, Նարեկ ջան, մի բան արեք, գազ տվեք։ Այնպիսի տպավորություն էր, որ դուք եք մեզ ոչ թե մենք ենք եկել այստեղ ինչ-որ կարոզանելու, այլ դուք էիք մեզ ասում, ինչ պետք է անենք, ու ջղայնանում էին երբեմն, ասում էին արեք, մինչև վերջ արեք, չքաշեք անկած, ասում ենք չենք կաշելու, մենք, մերը անելու ենք, ամեն ինչ, մինչև վերջ, այսքան անգամ մեր ժողովրդին քաշել են, հասել են մինչև վերջ ու քաշել են, վստահ եղեք, մինչև վերջ գնալու ենք, մենք մերը անելու ենք, մեր ժողովուրդն էլ իրենն է անելու ու եկեղեցու օրվա պես այն պահին, երբ շատ մարդիկ չէին հավատում, մենք իրենց ցույց տվեցինք, որ մեր ժողովուրդն է որոշում։ Այն մարդիկ, այն մեր հայրենակիցները, ովքեր դեռ այս մարդկանց հավատում են, ես ուզում եմ իրենց ասեմ, այս մարդը ձեզ ատելություն է սովորացնում, ժողովուրդ, այս մարդը ձեզ ատելություն է տալիս ձեր եղբոր հանդեպ, ձեզ բաժանում է, հարուստ աղքատ է անում, Հայաստանի երկու շրջանը իրար դեմ է անում, այսօր Արցախին է ասում, վաղը Կապանին է ասելու, մյուս օրը ուրիշ տեղին է ասելու, մարդը սովոր է կռվեցնել, երբ որ մի շրջապատում մի հոգի միշտ լինում է, չէ՞ որ գալիս է բոլորի հարաբերությունները փչացնում է։ Հիմա այդ հարաբերությունները փչացնողին երբեմն չեն թողում այդ շրջապատում որոշիչ դեր ունենա, բայց մենք բերել ենք մեր երկու վարչապետ ենք այդ մարդուն կարգել։ Ու ամբողջ օրը կոնֆլիկտ է մեր երկրում։ Փողոցում մարդը չի կարողանում իրեն պահի սովորական քննադատությանը։ Պատկերացնում եք ինչպես է նա բանակցել, երբ մի կին սովորական քննադատություն է ասում, եւ նա ափերից ելնում է։ Սենց էլ բանակցել է, որ մեզ բերել է կռիվ։ Հիմա ինչ պետք է անենք։ Պետք է բերենք առաջնորդ, որը հավասարակշիռ է, որը կարող է ճիշտ հետևողական մեր երկրում համերաշխություն բերի։ Ես ուզում եմ, որ մենք իրար հետ, մեր երկրի, մեր հայրենակիցներին ազատենք, ես ձեզ վստահեցնում եմ, համերաշխությունը գալու է հայոց հողի վրա, որ պահին համերաշխությունը գալիս է, այն պահին միասնությունն է գալու, իսկ մենք գիտենք, որ հայերը միասնական են լինում, ինչին ուզում, դրան հասնում են, շնորհակալ եմ շատ, սիրելի աջափնյակցիներ ջան, շնորհակալ եմ ձեր վերաբերմունքի համար, այսօրվա աջակցության համար, Այն ինչ հարյուրավոր մեր հայրենակիցներ մեզ ասել են, մենք անելու ենք, չենք կաշելու, մինչև վերջ գնալու ենք։